Առևտրականները պատասխանի ակնկալիքով հերթական անգամ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։ Հիշեցնենք, հոկտեմբերի 2-ին բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսի հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր երրորդյա ժամկետում առաջարկել իր լուծումները։ Հավաքվածների խոսքով, չնայած ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ օրենքի որոշ դրույթներ փաստացի առկախված են եւ ստուգումներ այս պահին չեն արվում, սակայն դա իրենց համար երաշխիք չէ։ Սա կարող է դառնալ գործող իշխանությունների վաթերլոն։ Ինչպես ասում եմ, բոլոր յուրաքանչյուր Նապոլեոն ունի իր վաթերլոն։ Թող բարի լինեն, հաշվի նստեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին հերթական անգամ ընդունեց Հովիկ Աբրահամյանը։ Նկատենք, որ Աբրահամյան առևտրականներ հանդիպմանը լրատվամիջոցներին ներկա գտնվել թույլատրվեց ընդամենը մի քանի րոպե։ Տղավարի զրույց է լինելու պատճառաբանում էին վարչապետի մոտ բարձրացողները։ Հանդիպման ժամանակ առևտրականները մեկ անգամ եւս բարձրացրեցին իրենց խնդիրը։ Դեմ են նոր օրենքին, քանի որ այն վտանգում է ՓՄԶ-ների հետագա գործունեությունը։ Աբրահամյանը համակարծիք չէր։ Հիմա դուք ասում եք, հասարակ չեն տա խոշորը։ Մենք ասում ենք, պարտավոր են տալու են։ Օրենքի արժե բոլորը պիտի հավասար։ Հանդիպման ավարտից հետո ձևավորված պատվիրակության անդամները դրսում հավաքվածներին ներկայացրեցին որոշ մանրամասներ։ Պարզվում է Աբրահամյանի տրամադրությունից եւ դեմքի արտահայտությունից առևտրականները պարզել են, որ նա հակված է այս թնջուկը լուծել։ Հովիկ Աբրահամյանը բողոքի ակցիայի մասնակիցներին սակայն խորհուրդ էր տվել հանդիպել Գագիկ Խաչատրյանին։ Այս ամեն ինչը լուծելու համար պետք է մի հատ գլոբալ օրենսդրության մեջ էլ փոփոխություն կատարվի եւ այս եւ մաքսային։ Դրա համար պետք է լինեն քննարկումներ ասելով պետք է մի հատ ընդեղ էլ ներկայացնենք մենք ինչ խնդրեմ է ռեալ։ Կառավարության ողջերած քաղաքականությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ հավաքվածների սրտով չէր։ Նրանք հայտարարեցին, որ եթե Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպումը անարդյունավետ լինի, ապա վաղվանից նոր թափով կշարունակեն իրենց պայքարը։